Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հիմա ավելի ու ավելի շատ դպրոց այցելությունները մեզ համար դառնում են, այսպես ասեմ, էներգիայի վերականգնման ուղղություն, որովհետև հիմա մենք տեսնում ենք բարեբախտաբար, որ մենք շինարարության եւ ընդհանուր աշխատանքի որակի հետ կապված անընդհատ փոքր քայլերով առաջընթաց ենք ունենում, ինչը շատ կարևոր է, եւ այս մասով ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, փոխվարչապետի գլխավորությամբ, ովքեր 300 դպրոց 500 մանկապարտեզ նախագիծը իրականացնում են, որը Հայաստանի համար հեղափոխական նշանակություն ունեցող նախագիծ է։ Ընդհանրապես պետք է ասել, որ սա մեգա նախագիծ է, 300 դպրոց 500 մանկապարտեզը, եւ մենք այս ծրագիրը իհարկե շարունակելու ենք։ Բայց այս բոլոր նման առիթներով շատ կարևոր եմ համարում էլի կրկին անգամ ուշադրություն հրավիրել, որովհետև մենք պետք է իսկապես խորությամբ հասկանանք, թե ինչպես են ստեղծվում այս դպրոցները, մանկապարտեզները։ Ես էլի ուզում եմ վերադառնալ նույն թեմային, ինչի մասին գրեթե ամեն օր վերջերս խոսում եմ, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող հարկեր վճարող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր տնտեսվարողներին եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գնումներ իրականացնելիս անպայման չեն մոռանում իրենց հետ վերցնել հսկիչ դրամարկային կտրոն։ Շատ կարևոր է, որ մենք այս ընկալումը այսօրվանից մեր երեխաների գիտակցության մեջ դա ամրապնդվի։ Երեխեք հիմա որ գնում եք, ասենք, պահպաղակ եք առնում, հսկիչ դրամարկային կտրոն վերցնում եք, թե չեք վերցնում։ Հա? Ով է վերցնում հսկիչ դրամարկային կտրոն, հենց ձեր գործածում։ Ոչ բոլորն են վերցնում, բայց հիշեք հիմա հատկապես այս դպրոցում դասի որ գալիս է, հիշեք որ այս դպրոցը կառուցվել է նրա արդյունքում, որ մարդիկ եւ վաճառողները եւ գնորդները հսկիչ դրամարկային կտրոն են վերցրել եւ որ պահպաղակ եք առնում, ինչ արժե պահպաղակը։ Հա, ձեր սիրած պահպաղակը ինչ արժե։ Այդ փողը դու հդմա վերցնես, ինչ արժի պահպաղակը։ 100 դրամ, 150, 200 դրամ, 200 դրամ։ Հիմա երբ որ դուք պահպաղակ եք առնում եւ հդմա կտրոն եք վերցնում, 200 դրամից 40 դրամը ձեր վճարած գումարից գալիս է պետական բյուջե, պետական բյուջեն տենց տարբեր տեղերում տարբեր երեխաներ ովքեր պահպաղակ են ձեր առնում եւ չեն մոռանում հդմը վերցնել, տենց 40 դրամները կուտակվում է պետական բյուջեում, որից հետո կառավարությունը հնարավորություն ունենում դպրոցը կառուցի, դպրոցի համար գույք ձեռք բերի, դպրոցի կողջանապարը կառուցի, ինչքան է արժեքը։ Ինչքան? 2.4 միլիարդ։ Պետք է հաշվի չնենք, ասի քանի պահպաղակի հդմի արժեքը։ Եվ ես ուզում եմ էլի կրկին շնորհավորել բոլորին, շատ ճիշտ եք, տնօրենը ճիշտ նկատեց, դա մեր քաղաքականությունն է, որ երեխաները պետք է հասանելիություն ունենան կրթության, երեխաները պետք է հասանելիություն ունենան կրթության, բայց լավ է, որ դուք վերեցիք Դիլիջանի UWC դպրոցի օրինակը, որովհետև երեխաները այդ դպրոցում UWC-ում ապրում են, ուսումնառություն են ստանում, հիմնականում իրենց տներից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Պատկերացրի, Դիլիջանի UWC միջազգային դպրոցի աշակերտները, իհարկե հայաստանցիներից կան, բայց հիմնականում դպրոց են գալիս, դա ավագ դպրոցի վերջին 2 դասարանն, 3 դասարանն, ավագ դպրոցի վերջին 3 դասարանն։ Իրանք հազարավոր կիլոմետրեր, երբեմն հարյուրավոր կիլոմետրեր իրենց տներից գալիս են, որպեսզի սովորեն այդ պայմանները։ Հիմա դուք ասացիք, որ մենք այստեղ եւ ճիշտ նկատեցիք, որ ապահովում են առնվազն հիմա ֆիզիկական ենթակառուցվածքի մասով նմանատիպ պայմաններ։ Եվ ես էլի ուզում եմ ասել, որ մենք նաեւ իմ
դուստերներ UWC սովորել Գերմանիա։ Էլի հազարավոր կիլոմետրեր տնից հեռու։ Իմ բոլոր երեխաները դպրոց գնացել են 6 կիլոմետր հեռու գտնվող դպրոց։ Եվ ես ինչ եմ տարել 6 կիլոմետր ամեն օր իմ հաշվին երեխաներից հասցրել եմ 6 կիլոմետր ընկոմ եւ վերադարձել եմ 6 կիլոմետր։ Ինչի համար։ Պատշաճ կրթություն ստանալու համար։ Այսօր Հայաստանում մենք այդ քաղաքականությունն ենք իրականացնում։ Հիմա փառք Աստծո Արագածավանում 2 դպրոց կա 700 աշակերտով, առնվազն 700 եւ ավելի աշակերտով, այստեղ խնդիր չկան, բայց ես էլի եմ ուզում ասել, մենք երեխաների կրթության համար պետք է ապահովենք ֆիզիկական միջավայր, այս sense պայմաններ, երկրորդն է մարդկային միջավայր, որովհետեւ երեխաները պետք է ունենան շատ դպրոցական ընկերներ, տարբեր իրավիճակներում հայտնվել, եւ այդ չեմ ասում, որ մենք նաև պետք է որակ ապահովենք կրթության եւ այս առումով մենք քաջալերում ենք մեր ուսուցիչներին, որ նրանք անպայման անցնեն ատեստավորում։ Իսկ նրանք, ովքեր ատեստավորում արդեն անցել են, կան ատեստավորում անցած ուսուցիչներ, արդեն հաջորդ փուլում, երբ որ ձեր ատեստավորման 5 տարի կլրանա, հաջորդ փուլում դուք նոր ատեստավորման հնարավորություն կունենաք եւ այդ դեպքում արդեն ձեր դրույքաչափը կլինի ոչ թե 200,000 դրամ, այլ 300,000 դրամ եւ դրանք կգումարվի արդեն ձեր ատեստավորման տոկոսը, դա բանաձև է հիմա ես շատ լավ չգիտեմ ինչքան կհաշվի եւ այսօր մենք նաեւ այդ հնարավորություններն ենք ստեղծել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ուսուցիչներ կան, ովքեր ստանում են այսօր արդեն 700,000 դրամ աշխատավարձ, 600,000, 500,000 եւ այդ հնարավորությունը բաց է բոլորի համար եւ մենք քաջալերում ենք շարունակաբար մեր սիրելի ուսուցիչներին, որ գնան եւ վերցնեն պարզեն իրեն ձեռքը եւ վերցնեն բարձրացված կառավարության կողմից բարձրացված աշխատավարձերը։ Եվ ուզում եմ բոլորիդ հաջողություն մաղթել այս հոյակերտ դպրոցում, որպեսզի դուք այստեղ ապրեք, ստեղծագործեք, կյանքը վայելեք, ստեղծագործական հաճույք վայելեք, իմացումի հաճույքը վայելեք, գիտելիքի հաճույքը վայելեք եւ ի վերջո մենք այդ բանաձևը մենք այդպես ենք պատկերացնում, երբ որ ասում ենք որ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Այս բանաձևը ինձ համար հետեւյալն է։ Ինչով նախ ով է ուժեղ մարդը։ Ով է ուժեղ մարդը։ Ուժեղ մարդը։ Այո, ուժեղ մարդը ուժեղ է իր կրթությունով։ Իր կրթությունով է ուժեղ եւ մենք մարդուն ուժեղացնելը պատկերացնում ենք կրթությունով, որովհետեւ չկրթված մարդը չի կարող լինել ուժեղ։ Եվ երկրորդը, մենք ուզում ենք այնքան գիտելիքով օժտել մեր երեխաներին, դուք տեսնում եք ձեր դպրոցի մուտքի մոտ կախված է, փակցված է այդ կարգախոսը լավ սովորի, որ լավ ապրես։ Իսկ լավ ապրել նշանակում է ունենալ լավ աշխատանք, վաստակել շատ լավ աշխատանքի, իսկ լավ աշխատանք կարելի է ունենալ լավ գիտելիքով։ Իսկ երբ որ դուք բոլորդ ունենաք լավ աշխատանք եւ վաստակեք շատ, բնականաբար նաեւ ձեր վճարած հարկերը կլինեն ավելի շատ եւ դուք հնարավորություն կունենաք այս դպրոցում սովորող հաջորդ սերնդի համար ապահովել ավելի լավ պայմաններ ձեր վճարած հարկերով, որպեսզի շենքը միշտ լինի այս վիճակում, չսպասենք մենք մինչև խարխլվի դառնա վթարային որոնից զրույց կառուցեն, երկրորդը լաբորատորիաներ անընդհատ կթարմացվեն, տեխնիկան է զարգանում, տեխնոլոգիան է զարգանում, ինտերնետն է զարգանում, համակարգիչներն են զարգանում եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ հետեւաբար պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի բանաձևը, ամբողջությամբ կենտրոնացած է այս դպրոցում եւ նմանատիպ դպրոցներում եւ ընդհանրապես մեր կրթական համակարգով։ Շնորհակալ եմ բոլորիդ եւ շնորհավորում։